Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ մեզ իրոք կալվելու համար։ Շնորհակալ։ Խոսենք եկեղեցու ներսում ընթացող իրավիճակից եւ հնարավոր զարգացումներից, նախ տեղեկացնենք հեռուստադիտողներին, ովքեր որ չգիտեն, որ 13 եպիսկոպոս, arczepiskopos նամակ էին գրել, մի մասը նրանց ստորագրել էր եւ նրանք նշում են, որ Գարեգին II անհավատարիմ է գտնվել իր կաթողիկոսական ոցմամբ առանձնացված իր ուխտին, ուղիղ վարդապետությամբ հայ առաքելական եկեղեցին առաջնորդելուն եւ նրա վարքագիծը անհամատեղելի է հայ եկեղեցու կանոնական իրավունքին եւ վարդապետությանը, հետո մենք տեսանք երեկոյան արդեն, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեցին, ինչ զարգացումներ է սպասում, որովհետեւ կան եպիսկոպոսներ, որոնք համաձայն չեն այս ամեն ինչի հետ եւ ասում են, որ մենք մայրաթորի կողքն ենք, վեհապարի կողքն ենք, միջև որ կարող է հասնել այս ամեն ինչը։ Տեսեք, նախ իրական այն եպիսկոպոսները, ովքեր իսկապես նվիրված են հայ առաքելական եկեղեցու թավանաբանությանը, եկեղեցու գոյությանը, նրանք այս պահին գտնվում են ԱԱԾ մեգուսարաններում, հիշենք նրանց անունները՝ Միքայել Սրբազանը, Պակրատ Սրբազանը եւ Մկրտիչ Սրբազանը, այսինքն մարդիկ, ովքեր իսկապես իրենց կյանքը տրել էին հանուն հայ առաքելական եկեղեցու եւ ովքեր հանդիսանում էին նաեւ ամենայն հայոց վեհապարի գահի իրական պաշտպանները։ Իսկ նրանք, ովքեր գնացին, ես չեմ կարծում, որ դա մեծ ազդեցություն կունենա, որովհետև իմ ունեցած տեղեկություններով իրենք առանձնապես եկեղեցում այնքան էլ լուրջ հեղինակություն չէին վարքաբեկում, եւ եթե փորձենք տարիներ շարունակ նրանց շուրջ ձևավորված սկանդալները, նրանց հեղինակության, այսպես ասած, գնահատականը տալ, մենք կտեսնենք ինչ, որ եկեղեցուց հեռացան այն մարդիկ, ովքեր ամենից շատ են եկեղեցուն վարքաբեկել։ Այսինքն սրանք այն մարդիկ էին, ովքեր այնպիսի գործողություններ, այնպիսի գործունեություն կամ կենցաղային կյանք էին վարում, որի պատճառով մշտապես թիրախավորվում էր վեհապարը։ Եվ այսօր կարծում եմ իրենք շատ ճիշտ արդեն կտան իրենց տեղը։ Եվ կարծում եմ ես մի քանի օր առաջ մի օրինակ էի բերել, գուցե մի քիչ կոպիտ էր հնչում, բայց մեր հայ առաքելական եկեղեցին այս օրերին նմանվում է հին արժեքավոր գորգի։ Եվ ինչքան այդ գորգը այսպես ինչ-որ բանով խփում են, հարվածում են, այնտեղից միայն աղբն է թափվում։ Եվ գորգը ավելի նորանում է, ավելի գեղեցկանում է եւ ավելի է բացում իր իրական դեմքը։ Այսինքն նույն ենթադրենք Արշակ Կջոյանի, չգիտեմ, ցոփ շվայտ կյանքի պատճառով այդ ամեն ինչը ժամանակին վերագրվում էր վեհապարին։ Կոտայքի թեմի առաջնորդի, չգիտեմ, ուխտադրուժությունը, որի Արաքել Սրբազանի, այսպես ասած, Չսրբազանի երևի արդեն սկսենք անվանել, Չսրբազանի ոչ եկեղեցականին հարիր եւ ոչ կուսակրոն կյանքը գրեթե Հայաստանում երևի բոլորը գիտեն, այդ թվում նրա հետ կապվող իր որդի համարվողը, ով Հայաստանի կործանման եւ Արցախի կործանման մեջ ունեցել է իր ամենակարևոր դերակատարությունը։ Այդտեղ չեն խոսում օրինակ Արաքել Սրբազանի անձնական կյանքից եւ այդ ամեն ինչը փորձում էին կապել վեհապարի հետ, կամ ասենք Վայոց ձորի թեմի առաջնորդը, ով չգիտեմ ինչի է որոշել կեսեր կամ նմանատիպ հարստություններ կուտակել, այդ նույն հարստությունները, անձնական հարստությունները փորձում էին կապել վեհապարի հետ։ Այսինքն իրենք այն մարդիկ էին, ովքեր տարիներ շարունակ ինչ որ կերպ դրսից ներդրված էին եղել եկեղեցու մեջ, կարողացել էին հասնել բարձր կոչումների կամ եկեղեցական պատասխանատու պաշտոնների եւ այդ մարդիկ մշտապես հենց իրենք էին եղել եկեղեցու անունը արադավորողները եւ այսօր շատ լավ է որ իրենք դուրս եկան։ Տեսեք, այսօր մենք խոսում ենք 8 եպիսկոպոսի մասին, բայց չմոռանանք, որ 80 եպիսկոպոսը այս պահին ամեն կերպ պաշտպանում է հայ առաքելական եկեղեցու իրավունքները եւ հայ առաքելական եկեղեցու նվիրական աթոռը։ Իդեպ Վազգեն Միրզախանյանի մասին 2014 թվականին հայկական ժամանակ թերթը, որը Նիկոլ Փաշինյանին է պատկանում, նյութ է գրել, որում մեղադրում է նրան եկեղեցուն տրվող գումարները մսխելու մեջ։ Հիմա փաստացի նա պայքարում է կաթողիկոսի դեմ եւ ասում է, որ խախտել է ուխտը, սրբապիղծ քայլեր է արել։ Շատ նորմալ է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ իր թերթը իր ամբողջ գոյության ընթացքում միշտ պայքարել է նրանց դեմ, ովքեր եղել են հենց իր կողքին։
Այսինքն ինքը սովորական շանտաժիստ է եղել եւ այդ շանտաժով միջև այսօր էլ ինքը պահում է իր աթոռը։ Հասկանալի է, չէ՞ որ ես իհարկե որևէ կերպ չեմ արտարացնում տվյալ եպիսկոպոսներին, ավելին ես համարում եմ իրենց հուդաներ հենց հայ առաքելական եկեղեցու եւ վեհապարի դեմ գործված այսպես մեղքերի մեղսակիցներ, հա, ես չեմ փորձում իրենց արտարացնել, բայց երեք իրենց դեմքերից նայելով մենք ինչ ենք հասկանում, որ իրենք զուտ շանտաժի արդյունքում էին այնտեղ։ Իհարկե, եթե իրենց կյանքում վախեցած էր ինչեր։ Իհարկե եւ կար վախ, ահաբեկվածություն, եւ կար վախ, եւ կար սարսափ, եւ կար պատասխանատվության ենթարկվելու գիտակցում, այսինքն այդ ամեն ինչը իրանց մոտ շատ լավ արդացոլվում էր, այսպես կեղդ էր թափվում, հա, դեմքերից, տատս նման մի հատ խոսք ուներ, ինքը մի քիչ ավելի կոպիտ էր ասում, այդ կեղդը թափվում էր իրենց դեմքերից։ Իրենք շատ լավ հասկանում են եւ ցավոք որ այդ պահին սկսեցին հասկանալ, իրենք պետք է շատ ավելի շուտ հասկանային եւ շատ ավելի շուտ պետք է հեռանային հայ առաքելական եկեղեցուց եւ դրանով իրենց ամենամեծ ծառայությունը կմատուցեին հայ առաքելական եկեղեցուն։ Այդ դրանով այն բոլոր պամպասանքները, որոնք տարիներ շարունակ հայկական ժամանակները եւ դրսից ֆինանսավորվող անհատներն ու կազմակերպությունները փորձել էին կապել եկեղեցու հետ, դա շատ ավելի շուտ կմաքրեր։ Եվ ցավոք սրտի իրենք ինչպես որ մշտապես եկեղեցուն վարկաբեկել էին, երեք ամենավերջին գործը արեցին։ Նաև այստեղ Բայց հիմա մի ես հանգամանքել եմ քննադատում եք, կարևոր։ որ ասում եք, որ վատ բաներ են արել, նրանց մասին մամուլը միշտ վատ բաներ է գրել, այսօր ԿՊ-ից անդրադարձել են, ասում են սա եւս մեկ պատճառ է, որ այո եկեղեցին պետք է մաքրենք, այսինքն ասում են ընդդիմությունը հիմա համաձայն է մեզ հետ, ասում են տեսեք, այսպիսի բաներ կա։ Մենք էլ ասում են այսքան տարի դա ենք ասում, որ պետք է ԿՊ-ականները մաքրենք իրենք եկեղեցին։ զուտ մանիպուլյացիաների լավագույն վարպետներ են եւ հետեւաբար պետք չէ ուշադրություն դարձնել, թե նրանք առհասարակ ինչ են ասում։ Եվ երկրորդ, ԿՊ-ականները կամ առհասարակ Հայաստանի Հանրապետությանը քաղաքացիական կյանքով, ոչ եկեղեցական կյանքով ապրող անձիկ ովքեր են, որ փորձեն եկեղեցի մաքրել։ Իրենք ով է իրենց տվել այդ հնարավորությունը, որ իրենք փորձում են եկեղեցու մեջ գտնել ինչ-որ լավ կամ վատ բաներ ու ասել, որ մենք գնալու ենք մաքրելու ճանապարհով։ Ով են իրենք։ Իրենք կարող են ուղղակի լինել այդ եկեղեցու հետևորդը կամ չլինել։ Եվ կարծում եմ իրենց համար ավելի ճիշտ կլինի նամազ անել, քան գնալ մտնել հայ առաքելական եկեղեցիները եւ պղծել։ Սա ընդամենը Նիկոլ Փաշինյանի հերթական վրեժխնդրությունն է եւ իր համար կենսական կարեւորություն ունեցող գործընթացներից մեկը, որովհետև տեսեք ինքը ինչքան է փորձեց այդ Թրամփի ուղիով կեղծ խաղաղության պայմանագրերով եւ այլն ժողովրդին համոզել, որ ինքը խաղաղություն է բերում, միևնույն է ինքը շատ լավ հասկացավ, իրեն էլ զեկուցեցին, որ որևէ մեկը չի հավատում իր խաղաղությանը։ Ոչ ոք չի հավատում։ Հիմա ինքը փորձում է ինչ-որ կերպ կերակրել իր թիմին, ցույց տալու, որ ինքը կարևոր գործեր է անելու, եկեղեցի է փոխելու, շատերը գուցե նաև մտածելու են, որ վաղը մյուս օր եկեղեցու քանձերը, որոնք այսպես առասպելական ներկայացված է, պետք է վերցնեն, վաճառեն եւ իրենց քարտերին գումար գցեն, բայց դա էլ չի լինելու։ Որովհետև շատ-շատերը այն նման կերպ սպասում էին տարիներ առաջ, որ մի օր Արցախի վաճառքից իրենց քարտերի վրա գումար կլցվի եւ տեսան, որ իրենց ոչինչ չհասավ, հասավ միայն նրանց, ովքեր որ այդ սրբապիղծ գործընթացը իրականացրեցին։ Եվ այսօր ինքը քանի որ նաև օմանավանկից սկսած արդեն պարտություն կրեց եւ ծեծված, այսպես ասած, շամպես սկսեց փախնել մարզից մարզ, որովհետեւ կարողանա ինչ-որ ձևով իր կերպարը պահել, ինքը ստիպված եղավ ժամանակին ներդրված ագանները 3 պայթեցնել։ Եվ բարեբախտաբար այդ ագանների պայթունից որևէ մեկը չվնասվեց։ Ինչ-որտեղ սա իհարկե չի վնասվել։ Բայց ասենք նույն Առաքել Սրբազանը ինչով պետք է վնասվեր։ Ինքը եկեղեցուն չկարողացավ վնասել։ Ես վստահ եմ, որ նույն Առաքել Սրբազանի թեմում հոգևորականների մեծ մասը հաստատ չեն գնա նրա ճանապարհով։ Այսինքն ինչ ինքը կարողացավ փոխել։ Հոգևորականները չեն գնա, բայց եթե եպիսկոպոսները պարակտվեն եւ մի մասը պահանջի վերափարի հեռացում, արդեն այստեղ 80 եպիսկոպոսից մոտավորապես, ես ինչքան տեղյակ եմ, 80 եպիսկոպոս կա եւ դրանցից թող 8 տնել դուրս կան։ Ինչ կփոխվի։ Հաստատ իրենց փոխարինողներ կան, շատ ավելի լավերը կան, շատ ավելի նվիրված աստվածավախ եւ աստվածապաշտերը կան։ Այստեղ տեսեք, ոնց որ Նիկոլ Փաշինյանը փորձեց հայ հասարակությունը քանդել սևերի եւ սպիտակների բաժանելով 2018 թվականից սկսած, այդտեղ մենք ինչ ունեցանք։
ունեցանք մի իրավիճակ, երբ որ նմանը սկսեց իր նմանին գտնել։ Եվ արդյունքում մենք օրինակ ունեցանք այնպիսի մի շերտ իրական հայրենասերների, իրական գիտակների, իրական սկզբունքային մարդկանց արհեստավարժների, որոնք այսօր արդեն ջրի երես են դուրս եկել, նախկինում իրենք չէին երևում եւ վաղը մյուս օր իշխանափոխությունից հետո հաստատ մենք կունենանք իրական ոսկեդար։ Այ հիմա նույնն էլ տեղի ունենում եկեղեցում։ Վաղը մյուս օր Նիկոլ Փաշինյանից հետո իսկ այդ օրը գալու է, ուզենք թե չուզենք գալու է, նույնիսկ չգիտեմ ոչինչ էլ չանենք գալու է։ Այ մենք կունենանք շատ ավելի լավ եկեղեցի, շատ ավելի մաքուր եկեղեցի։ Հեռացնելու գործընթացը կարծում եք չի հաջողվի։ Ես մշտապես դա ասել եմ ոչ մի դեպքում։ Այս կաթողիկոսը մյուսը Փաշինյանի ուզած կաթողիկոսը։ Ինքը կարող է մի 10 կաթողիկոս նշանակի, բայց դա չի նշանակում, որ այդ 10 կաթողիկոսը որևէ իշխանություն կունենան հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ինքը Օհանավանում գնաց եւ Կարկալուձին փորձեց այդ տարածքի թիվ 1 չգիտեմ քահանա առաջադրել եւ դրա շուրջ փորձեց հեղափոխություն անել, այսպես ասած ճակերտավոր ստացվեց։ Ընդամենը մենք տեսանք ովքեր այնտեղ սկսեցին հավաքվել։ Ու եթե դրանց հավաքենք տանենք անալիզը, երևի պարզվեր, որ բոլորն էլ այսպես վերջացած թմրամոլներ, չգիտեմ ինչեր, հա։ Բայց փաստորեն հաջողվեց եկեղեցու ներսում այդ պարակտումը իրականացնել։ Ես սա չեմ պատկերացնում եւ չեմ համաձայնվում ձեր հետ, որ սա եկեղեցու ներսում պարակտում էր։ Ավելին, սա եկեղեցու ներսում ավելի ամեն ինչ ամրացրեց, որովհետեւ եկեղեցու ներսում կային չգրված կանոններ եւ այդ չգրված կանոնները որևէ մեկը չէր կարող խախտել։ Ես ակամայից հիշեցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին 2018 թվականին մի շատ կարճ, բայց հետաքրքիր զրույց ենք ունեցել իրար հետ, երբ որ այն ժամանակ էլ նոր Հայաստան, նոր հայրապետ անաստվածները լցվել էին փողոցներում, չգիտեմ, փորձում էին հեղափոխություն անել եկեղեցում, այդ օրերին ինքը շատ զայրացած էր եւ ես գրեթե ամեն օր իրեն այցելում էի, մենք երկար զրուցում էինք, մի հետաքրքիր միտք ասեց։ Ասաց ես կարող եմ վեհապարի հետ ունենալ խնդիր։ Ասաց բայց երբեք այդ խնդիրը եկեղեցու պատերից չի կարող դուրս գալ։ Եվ ինչպիսի խնդիր էլ ունենամ վեհապարի հետ, երբ որ եկեղեցուն, վեհարանին, վեհապարին որոշակի վտանգ սպառնա, ես այդ ամեն ինչը շատ արագ մոռանում եմ, որովհետև ինքը իմ եղբայրն է, մեծ եղբայրն է։ Այստեղ երեկվա, այսպես ասած, չսրբազանները իրենք խախտեցին ամենակարևոր ուխտերը, խախտեցին եղբայրության ուխտը, որովհետև հենց այդ նույն եղբայրությունն էր, չէ, որ եկեղեցին 1700 տարի պահեց։ Եվ եկեղեցին պահելով հանդերձ պահել էր նաև հայ մարդուն, հայ տեսակը։ Եվ այսօր իրենք, այսինքն ընդամենը որոշեցին իրենց ճակատագիրը, որոշեցին անփառունակությունը։ Այ օրինակ եկեղեցին մինչև խորհրդային կարգերը ինքը շատ կարևոր օրենքներ ուներ, թեկուզ վերջում հանգուցյալին թաղելու հետ կապված։ Այ իրենք իրենց զրկեցին Էջմիածնում թաղվելու հնարավորությունից նաև, որը ցանկացած սրբազանի, ցանկացած եպիսկոպոսի կյանքի գնահատականն էր, չէ։ Դու որպես սրբազան վաղը մյուս օր ինչ որ միտեղ պետք է կորես ու քեզ ոչ ոք չպետք է հիշի։ Այ իրենք նույնիսկ իրենց երևի չհասկացան կամ այնքան անտանելի մեղքեր էին գործել, որ նույնիսկ չուզեցան այդ մասին մտածել, որ իրենք պատմության մեջ անհետ կորելու են կամ լավագույն դեպքում հիշվելու են որպես հուդաներ։ Հիմա կարծիքներ կան, որ լուսավոր ճիգաղը պետք է փոխանցել Միքայել arczepiskopos-ին, դուք ինչ եք կարծում։ Չեմ կիսում ես այդ կարծիքը։ Դուք կարծում եք վեհապարը պետք է մնա իր տեղում։ Իհարկե վեհապարը պետք է Իսկ մնա։ բացառում եք, որ Ինչով պետք է ինքնական որոշի հեռանալ, հիմա մենք միջ խոսում ենք ըստ տեղեկությունների մամուլի ժողով է ընթանում եկեղեցում։ Ես էլ եմ կարծացել, ես գիտեք չեմ կարող վեհապարի փոխարեն պատասխանել, ես չգիտեմ ինքը ինչ որոշում կկայացնի, բայց ես հավատում եմ, որ ինքը կմնա։ Եվ տեսեք, ես շատ հարգում սիրում եմ նաև Միքայել Սրբազանին, նա տարիներ շարունակ իմ ընտանիքի բարեկամն է եղել, մենք շատ մոտ հարաբերություններ ունենք, բայց Միքայել Սրբազանը իհարկե հանրային դաշտում շատ ավելի այսպես ընդունելի է, որովհետև ինքը խոսում է, որովհետև արդահայտվում է, իսկ վեհապարը շատ ավելի լուռ է,
Բայց օրինակ վեհապարին այս պահին փոխարինելու անհրաժեշտություն ես բացարձակապես չեմ տեսնում։ Սա հերթական նահանջը կլինի թուրք-ադրբեջանական իշխանություններին։ Ասում են իր մեղավորությունն է, եթե ինչպես դուք էլ նշեցիք, կամ կան եկեղեցում ինչ-որ բաներ, Եկեղեցին ընտանիք էր, հասկանում եք, այդ ընտանիքի մեջի կեղտոտ լվացքը պետք չէր դուրս բերել, բայց երեք այդ լվացքը այսպես ինքն իրեն ելավ գնաց ու ընկավ ցեխի մեջ։ Այսինքն մենք եկեք իրենց մոռանանք, իսկ ինչ վերաբերվում այդ տեսեք, ես մի շաբաթ առաջ փորձել էի համարձակություն ունենալ եւ համեմատել Գարեգին երկրորդ վեհապարին եւ Վազգեն առաջին վեհապարին եւ ես նկատեցի, որ այս մարդը իր կառավարման օրոք շատ ավելի մեծ գործեր է արել։ Իհարկե իմ խոնարհումը Վազգեն առաջինի շիրիմին, բայց պակաս, այսպես ասած, կառուցող, շինարար եւ ստեղծող վեհապար չէ, քան Գարեգին երկրորդը։ Մարդը 1000-ից ավելի եկեղեցու մատուր է սարքել։ Ես չեմ հիշում պատմության մեջ Գրիգոր Լուսավորիչից հետո որևէ մեկին, ով նույն քանակությամբ եկեղեցիներ է կառուցել։ Անկեղծ ես չեմ հիշում, եթե դուք գիտեք, ասեք իմանանք, այդ մարդը բավականին մեծ գործ է արել Հայաստանի միջազգային այսպես ճանաչողության մասով, հայկական մեծ ցեղասպանությունը դադարեցնելու գործով։ Այդ մարդը մշտապես եղել է Արցախի եւ Արցախի խնդրի կողքը, այսինքն չկա մի բան, որի մեջ այս մարդը թերացել է որպես վեհապար, ինքը շատ ավելին է արել, քան ասենք եկեղեցական կանոնակարգը իրենից պահանջում էր։ Ինքը հայության համար գրեթե արել է ամեն ինչ, ինչը հնարավոր էր մի բան ավել։ Եվ եթե ինքը, չգիտեմ, չի սիրում ճարտասանությամբ զբաղվել, հարցազրույցներ տալ, քննադատություններ կամ ստատուսներ գրել, չի նշանակում, որ մենք պետք է այդ մարդու համեստությունը մոռանանք, տնենք մի կողմ։ Իհարկե ես նորից եմ ասում, Միքայել Սրբազանը շատ եմ սիրում, բայց չի կարելի այս պահին տնել համեմատել, սա գիտեք ինչ է նման։ Սա նույն վեհապարի հրաժարականի պահանջին է նման, մի քիչ ավելի այսպես լայցոտ վիճակներում։ Այսինքն կա հեղափոխություն, կա գունավոր հեղափոխություն եւ իմ կարծիքով, ով որ հիմա մտածում է, որ եկեղեցին փրկելու համար պետք է կաթողիկոս փոխեն եւ բերեն մեկ այլ Սրբազան, դա ոնց որ գունավոր հեղափոխություն լինի, էլի, այսպես ավելի թեթև, բայց բոլոր դեպքերում դա կլինի Նիկոլ Փաշինյանի ճրաղացին ճուղ լցնել։ Իդեպ մամուլում արդեն երկու անուն է շրջանառվում, որ իշխանությունը ունի, որպեսզի կաթողիկոսին փոխարինի, մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանն է, մյուսը Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն է։ Իրենք շատ մեծ բաներ կուզենան, իրենք շատ բաներ կցանկանան, բնականաբար մամուլն էլ մշտապես փորձում է բերբդել ինչ-որ բան գտնել, բացահայտել, բայց իմ կարծիքով Գարեգին երկրորդ վեհապարի աթոռը անսասան է եւ դա անսասան պահում են հենց եկեղեցականները, եպիսկոպոսը Ստասը եւ հետեւաբար եկեք նորից եմ հորդորում մենք որևէ կերպ Նիկոլ Փաշինյանի ճրաղացին ջուր չլցնենք։ Կա վեհապարը, թող Աստված իրեն երկար կյանք տա, առողջություն տա եւ թող ինքն իր եկեղեցաշինական գործունեությունը հնարավորինս երկար ծավալի։ Դրանից միայն մենք կշահենք։ Դուք որևէ վտանգ չեք տեսնում, այսինքն։ Վտանգներ ես ավելի շատ ֆիզիկական վտանգներ եմ տեսնում, որովհետև սրանք ամեն ինչի ընդունակ են։ Բայց մյուս առումները ոչ։ Ֆիզիկական ինչ պետք է անեն։ Սպանեն։ Մենք գործ ունենք մարդկանց հետ, ումից ամեն ինչ կարելի է սպասել։ Այս մարդիկ Արցախ հանձնելու համար հազարավոր տղեկի տարան զոհեցին։ Երեք ազգային ժողովի նախագահան թիվ է հրապարակում, այսպես հպարտ, բայց ինքը հասկանար, որ չէր կարելի։ Թիվ հրապարակելը որն է, մենք գործ ունենք հերոսների հետ, անուններ հրապարակեք։ Անուններ հրապարակեք, որովհետև այդ մարդիկ հերոսներ են, այդ մարդիկ նահատակներ են, մարտիրոսներ են, իրենց կյանքը զոհել են։ Այս մի փոքր գաղտնիք բացեմ ձեր ետերից, արդեն 2 ամիս է մենք մեր գրասենյակով իմ թիմի հետ փորձում ենք անվանացուցակ կազմել հերոսների։ Անձամբ ես եւ իմ օգնական Դավիթը 3200 շիրիմի առաջ ենք կանգնել։ Ու հələ այդ մեր աշխատանքի վերջը չի երևում։ Անուններ հրապարակեք։ Դուք հերոսներին թվերով եք հաշվում։
Եվ ինչին նորից անդրադարձանք, որովհետև այս մարդը Արցախ հանձնելու համար տարավ այդ տղեկին սպանեց։ Ինքն էլ է ասում, չէ՞։ Ասում է ես կարող եի այս ամեն ինչը անել առանց պատերազմի եւ զոհերի։ Բայց արեցի զոհերով։ Հիմա այս մարդը ամեն ինչ կարող է Հայաստանում անել զոհերով։ Ինքը Նկատի ես կարող դրանից չի։ էի տալ այդ տարածքները եւ զոհեր չունենային, բայց ժողովուրդը Բայց արդյունքում տվեց, չէ՞։ Այսինքն Ավելի տարանք տվեցինք, քան այդ տարածքներում։ սպանեցինք, որ դուք տվեցինք։ համաձայնվեիք։ Այ դուք քանի որ համաձայն չէիք, դրա համար ձեր տղաներին մենք տարանք սպանեցինք։ Ավելի սարսափելի բան հնարավոր է ասել։ Եվ նաև ձեր Facebook-յան էջի հայտարարության անդրադառնանք, դուք նշել եք, որ գլխավոր դատախազությունը հրապարակային ներողություն է խնդրում ձեզանից 2024 թվականի հունիսի 5-ին ապօրինի ձերբակալելու, կալանավորելու 8 ամիս շարունակ ձեր խոսքի ազատությունը խոչընդոտելու համար։ Ինչ որոշում էր, ինչպես դատախազությունը Տեսեք, նախ ստիպված էր հանգել, որովհետև դեռևս փետրվարի 10-ին Գեղարքունի Գարաչյանի դատարանը նման որոշում կայացրել էր, երբ որ արդարացրել էր ինձ։ Ինչի էր պետք է ներողությունը, ինձ խոշոր հաշվով անձնական իմ համար ոչինչ սա չէր տալիս։ Չնայած որ իրենք ինձ ձերբակալելու եւ հետո կալանավորելու ընթացքում բազմաթիվ անգամներ փորձել էին տարատեսակ, այսպես կերպով վարկաբեկել իմ անձը, իմ անունը եւ ցավոք նաեւ որոշ լրատվական կայքեր էին հենց այդ ամեն ինչը վերցրել, տարածել, օրինակ News.am-ը, Շամշամ.com-ը, որոնք մինչեւ այսօր էլ հերքում չեն տվել այդ ամեն ինչի, բայց իրենց կորզն է։ Այստեղ ես ընդամենը փորձում էի մի խնդիր լուծել, որովհետև նախ իրենք շատ մեծ դժվարությամբ այդ տեքստը տվեցին, ընդ որում չտվեցին իրենց պաշտոնական կայքով, ինչպես անում են սովորաբար մարդկանց վարկաբեկելու ժամանակ, ներողությունը իրենք խուսափեցին իրենց պաշտոնական կայքով տալու եւ տվեցին իմ համար կոնե անհայտ ինչ-որ մի կայքի մեջ զրեղելով։ Բայց այստեղ իմ խնդիրը մեկն էր, գլխավոր դատախազին հերթական անգամ հիշեցնել, որ կա բոլոր դեպքերում պատասխանատվության ժամ, պատասխանատվության պահ, այս դեպքում ինքը եղավ ինչ-որ մի տեքստ գրելով ու շատ փոքրոքի ձևով այդ ամեն ինչը շատ այսպես անաղմուկ անելով, մյուս դեպքերում գուցե կլինի քրեական գործի տեսքով, մյուս դեպքում կարող է լինի արդեն ծանր դատավճիռների տեսքով, այսինքն սա ուղղակի հերթական այսպես մեսիջն էր բոլորին, ովքեր ծառայում են ըստ ավաճան վարչակազմին, ովքեր ծառայում են Հայաստանի կործանմանը, չնայած որի պաշտոնը իրենք պետք է կործեին հանուն Հայաստանի Հանրապետության եւ ոչ թե հակառակը, իրենք ուղղակի թող հիշեն, պարտադիր հիշեն, որ միշտ կլինեն մարդիկ, ովքեր իրենց պատասխանատվության կկանչեն ու կգան ժամանակներ, երբ իրենց այդ անձեռնմխելիության մանդատը չեն ունենա։ Եվ այդ պատասխանատվությունը շատ ծանր կլինի։ Հիմա իշխանությունից ձեզ լսողները կասեն հիմա սա խոսում այն մասին, որ դատական համակարգը անկախ է։ Շատ բան կարող են ասել, բայց բոլոր դեպքերում մենք գիտենք, չէ՞ դատական համակարգը անկախ է, թե ոչ։ Երեք սրբազան այս պահին գտնվում է անազատության մեջ ու ինչի համար, որովհետև մեկը կարող է ինչ-որ կերպ հիմնավորել, այ Միքայել Սրբազանին տարան ինչ-որ հուզական պահին արտահայտություն անելու համար, ընդ որում այն դեպքում, երբ որ առաջի անգամ այդ արտահայտությունը իրենք գնահատել էին որպես ապաքրեական։ Հետո նույն արտահայտությունը դարձրեցին քրեական։ Կամ Մկրտիչ Սրբազանը ինչի համար է գտնվում բանում։ Այ այսօր իմ շատ լավ ընկեր Վահագն Չախալյանի ծննդյան օրն է, ով նորից գտնվում է անազատության մեջ։ Շնորհավորում եմ Վահագին, հույս հայտնում, որ ինքը եւ մյուս քաղբանդարգյալները շատ շուտ դուրս կգան։ Ինչի համար է Վահագին հիմա գտնվում անազատության մեջ։ Նարեկը ինչի համար է գտնվում անազատության մեջ։ Այսինքն սրանք հարցեր են իշխանական կողմնակիցները թող մի հատ հասկանան, այս մարդիկ ինչի համար են գտնվում։ Եթե իհարկե հասկանալու հնարավորություն Առաջիկայում նոր կալանավորումներ կլինեն, թե ոչ, որովհետև ասում են, եթե Փաշինյանի որևէ մի մեխանիզմ չի զսպում, որևէ մի կառույց միջազգային չի զսպում նրան, ապա ինչու պետք է նա շարունակի կալանավորել։ վստահ եմ կլինեն։ Վստահ եմ կլինեն։ Ընտրություններից առաջ այսինքն։ Իհարկե, բոլոր նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ տեխնոձու կառաջադրվեն, բոլոր նրանք, ովքեր կհավակնեն տեխնոձու լինել։ Այսինքն, այս մարդը ինքը ունի արևմուտքից կանաչ լույս, անելու ամեն տեսակի այլանդակություն, իր ձեռքը որևէ մեկը չի բռնում, ուղղակի հուսանք, որ միայն կալանավորումներով կավարտվի։
Ես նորից եմ կրկնում, ինքը մի անձը, ով այս կյանքում բացի իր աթոռից որևէ բան չի սիրում։ Իսկ այդ աթոռը ինքը սիրում է այսպես հիվանդագին ձևով։ Այդ մարդը իրականում հիվանդ է ու ամեն ինչ կարելի է սպասել։ Հիմա օրինակ խորհրդանում լսումներ էր այս թեմայով եւ հետո որոշված որ պետք է միասնական հարթակ ստեղծվի, միասին ընդդիմությունը միասնական ճակատով հանդես գնախ, ավելի շուտ չպետք է արդյոք դա ստեղծվեր եւ բացի այդ ինչ կարող է դա փոխել։ Ճիշտ ասած ես մանրամասն ծանոթ չեմ այդ հարթակի գործունեությանը, բայց բոլոր դեպքերում կարևոր է որ այս մասին անընդհատ խոսվի, անընդհատ բարձրաձայնվի, կլինի միասնական հարթակի շրջանակներում, կլինի յուրաքանչյուրի անձնական հնարավորությունների եւ կապերի շնորհիվ, այսինքն մենք այդ ամեն ինչը պետք է մշտապես բարձրաձայնվի, բայց բոլոր դեպքերում, եթե մենք ուզում ենք որևէ խնդիր լուծել, իսկ այսօր Հայաստանում չափազանց շատ ու չափազանց մեծ խնդիրներ կան, դրա միակ ճանապարհը օր առաջ Նիկոլ Փաշինյանից ազատվելն է։ Եթե մենք ուզում ենք օրինակ Բաքվում գտնվող մեր գերիներին հետ բերել, մենք պետք է ազատվենք սրանից։ Եթե ուզում ենք քաղաք դանդարգելից, եթե պարակտում է ընդդիմության մեջ, կարծես թե էլի այդպես մեղադրանքներ են հնչեցվում, թե հաղթվել է դա։ Իմ կարծիքով, գիտեք, այդ նորմալ աշխատանքային նաև ոճ է, որ կա նմանատիպ այսպես քննարկումներ, ինչ որտեղ նաև բանավեճեր, իհարկե հուսանք, որ դա ավելի չի խորանա, բայց բոլոր դեպքերում կարծում եմ որոշակի ազդակների դեպքում բոլորն էլ ուզեն թե չուզեն կմիավորվեն, իսկ այդ ազդակները պետք է կա առաջնահերթ մեր ժողովրդի կողմից, այսինքն մեր այսօրվա թիվ 1 խնդիրը այ ամենակարևոր գործերից մեկը անում եք դուք, երբ որ յուրաքանչյուր անգամ ամեն կերպ տարբեր հյուրերի միջոցով կամ հենց ուղղակի ձեր գրիչի միջոցով դուք անընդհատ փորձում եք ահազանգել եւ ցույց տալ իրականությունը ինչ է կատարվում եւ հավատացեք դա տեղ է հասնում։ Իհարկե հուսամ Փաշինյանը սա չի լսի եւ ձեզ էլ չի կանոնավորի, բայց նաեւ բոլոր դեպքերում բոլորս պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրս պոտենցիալ քաղբանդարգյալ ենք։ Իրենց անելիքն անեն եւ ոչ թե հույսը թողնեն առանձին մարկանց վրա։ Այսինքն հասկանալի է, ինչ եք ասում, այսինքն այստեղ այդ միասնականության նաեւ այն լծակները, որ իրենք ունեն, նույն ընդդիմադիր գործիչներ, ովքեր падգամավոր են նաև եւ կարողանում են միջազգային կառույցների հետ աշխատել, падգամավորների հետ աշխատել։ Դե բնականաբար յուրաքանչյուրը իրենից կախված ամեն ինչ պետք է անի։ Անկախ նրանից падգամավոր է, լրագրող է, փորձագետ է, յուրաքանչյուրը այսօր իրենից կախված ամեն ինչ պետք է անի, որովհետև միակ տարբերակը, այո, մեր համընդանուր համախմբված պայքարի արդյունքում կարող է լինել։ Այլ կերպ հնարավոր չի, մենք այսօր լավագույն դեպքում, չգիտեմ, 2 միլիոն ժողովուրդ ենք մնացել կամ մի քիչ ավել, բայց մեր դեմ պայքարում է մի ամբողջ թուրքական աշխարհ, որին օգնում է մի ամբողջ արևմուտք։ Եվ այ փառք Աստծո նաև այդ պայքարի արդյունքն է, որ գոնե մինչև այս պահը մենք կանք։ Ճիշտ է, չափազանց ծանր կորուստներ ենք ունեցել եւ այդ կորուստների, չգիտեմ, հետագայում այդ ամեն ինչը վերականգնելի ինչպիսի նաև ծանր քին պետք է ունենա, բայց միևնույն է այստեղ նաև այդ լավատեսությունը կարծում եմ պետք է պահենք, որ մենք դեռևս կանք, հնարավորություն ունենք խոսելու, հնարավորություն ունենք գործելու եւ ամենակարևորը նաև պետք է կամք ունենանք, որ ձեր ասացի նման համատեղ գործելով հասնենք որոշակի արդյունքի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։